Այս տարի որոշել եմ հրաժարվել լոլիկը պահածոյացնելուց եւ փոխարենը սառեցնել այն։ Անկեղծ ասած, այս տարբերակն ինձ շատ ավելի հարմար է եւ այսօր ցույց կտամ, թե ինչպես եմ դա անում։ Առաջին տարբերակի համար լոլիկների վրա փոքրիկ կտրվածք եմ անում, վրան եռացրած ջուր լցնում եւ մի քանի րոպե թողնում։ Հետո հեռացնում եմ կեղևը եւ կոշտ հատվածը։ Լոլիկները բաժանում 2-3 մասի, լցնում տոփռակների մեջ եւ տեղափոխում սառցարան։ Հաջորդ տարբերակի համար լոլիկները կլոր շերտերով կտրատում եմ, նախ առանձին սառեցնում, հետո տեղափոխում զիպ տոփռակների մեջ։ Այդպես դրանք իրար չեն կպչում եւ ցանկացած պահին կարող են վերցնել հենց այնքան, որքան պետք է։ Հաջորդ տարբերակը հարմար է ապուրների համար։ Մաքրում եմ լոլիկների կեղևը բլենդով հարում, լցնում սիլիկոնե ձևամանների մեջ եւ սառեցնում։ Ստացվում են հարմար խորանարդիկներ, որոնք հետո պարզապես ավելացնում եմ ուտեստին։ Մնացած կեղևահանած լոլիկները պարզապես ամբողջությամբ սառեցնում եմ։ Այս տարի որոշել եմ նաեւ սխտոր սառեցնել ու հավատացեք, սա իմ ամենահաջող բացահայտումներից մեկն է։ Մաքրած սխտորը բլենդերով հարում եմ։ Առաջին բաժնին ավելացնում եմ սամիտ, իսկ մյուսին կծու պղպեղ, խառնուրդը լցնում եմ զիպ տոպռակի մեջ, բարակ շերտով տարածում եւ սառեցնում։ Երբ սխտորի շերտը ամբողջությամբ սառչում է, կտրատում եմ փոքր մասերի եւ տեղափոխում հերմետիկ տարաների մեջ, որպեսզի սառցարանում սխտորի հոտ չտարածվի։ Այն շատ հարմար է ապուրների, սոուսների եւ այլ ուտեստների մեջ օգտագործելու համար։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Հուսով եմ այս տարբերակները կօգնեն ձեզ ամբողջ տարին վայելելու լոլիկի թարմ համը։ Եթե տեսանյութը օգտակար էր եւ դուր եկավ ձեզ, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչ մթերքներ եք սիրում սառեցնել ձմռան համար։